Հղիության ընթացքում եւս բռնության ես ենթարկվել։ Կարող է իմ երեխան ուղղակի չապրեր, իմ աղջիկը ծնվեց 800 գրամ քաշով, բռնության հետևանքով։ Հիմա նախկին ամուսինդ կալանավորված է։ Այո։ Պատճառը քո հանդեպ բռնությունն է, թե այլ հարց էլ կա։ Բռնությունն է։ Դատական process-ի ընթացքում դու վերադարձար ամուսնուդ մոտ։ Այո։ Ինչպես ստացվեց, որ գործը ընթացքի մեջ էր եւ դուք հաշտվեցիք։ Էլի վախերի հիմքով։ Ես էլի վերջին հնարավորություն տվեցի, կարելի ասել, քանի որ ես մեծացել եմ կիսատ ընտանիքում, փորձում էի փրկել ընտանիքս։ Նաև իմ մեջ կար սեր, քանի որ ինչքան էլ որ այդ բռնությանը ենթարկվել եմ, բայց ես սիրել եմ իմ ամուսնուն շատ։ Եղել են նաև դավաճանություններ։ Ես վիճել եմ, քանի որ շատ սիրում էի ամուսնուս։ Իսկ դա հանգեցրել է նրան, որ իմ բերանը փակելու համար ծեծի ենթարկի ինձ։ Որպես միայնակ մայր քո ապագայից որոշակի վախեր ունես, թե այս առումով մայրիկ ամեն դեպքում առյուծ է դառնում իր զավակների համար։ Այո, ես հիմա ուզում եմ այն ուժեղ մայրիկը լինեմ, որ իմ երեխաները երբեք չկոտրվեն, մեկ երեխա չի, երեքն են, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ ուզում հրաժարվել։ Ես հիմա որ ստեղ sense նստած քո հետ զրուցում եմ, Ամալիա ջան, դա իմ ընտանիքի շնորհիվ է։ Դու ինքդ ինչպիսի ընտանիքում ես մեծացել։ Ես ապրել եմ հայրիկիս հետ, քույրիկս ապրել է մայրիկիս հետ։ Մայրիկի հետ ինչ հարաբերություններ ունես։ Այս պահի դրությունով նորմալ։ Չեմ ուզեցել շփվել մայրիկիս հետ։ Մայրիկի դերը, որ ոչ մեկ չի կարող լրացնել։ Մայրիկի կողմից կոտրված լինելը ավելի